Բարի լույս սիրելիներ։ Պողոս Առաքյալը Հռոմեացիներին ուղղված իր նամակի 8-րդ գլխում մի հետաքրքիր տող ունի, ասում է. քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք եւ անմահություն։ Չափազանց կարևոր է, թե մենք ինչպիսի խորհուրդ ունենք, սիրելիներ։ Մենք կարող է ցույց տանք, որ քրիստոնեական ենք ուզում ապրել, մենք կարող ենք խոսել քրիստոնեական օրենքներից, այսինչ բանը այստեղ է, այնինչ բանը այնտեղ է, այս օրենքը սրա համար է, մյուս օրենքը նրա համար է։ Նույն Պողոս Առաքյալը կարդացեք Հռոմեացիների 8-րդ գլուխը, ասում է, որ այդ օրենքը ձեզ չի օգնելու, քանի դեռ չունեք Հիսուս Քրիստոսի ներկայության զգացողությունն ու ապրումը ձեր կյանքում։ Եվ այս օրենքի պահելու այս ճակերտավոր օրինապահության գաղափարի մեջ մարմնավոր խորհուրդ է մնում, որովհետև մարդը փորձում է շատ դեպքերում բավարարել իր եսի ցանկությունը։ Այդտեղ մարմնավոր խորհուրդ է, եւ մարմնավոր խորհուրդը մավան է տանում։ Որքան էլ օրինապահ լինի մարդը։ Միևնույն է, օրենքը ամբողջությամբ պահել հնարավոր չէ։ Կարելի է ցույց տալ, որ օրինապահություն կա, բայց օրենքը պահել հնարավոր չէ։ Եթե հնարավոր լիներ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունը, այլևս անհրաժեշտություն չէր լինի։ Հետևաբար շնորհն է, որ մեզ տանում է դեպի Աստված։ Իսկ այն մեկը, ով մարմնավոր ընթացքով փորձում է օրինապատ ձևանալ, նա հոգևոր կորստյան առաջ է կանգնած, մավան շեմին է կանգնած, որովհետև իր խորհուրդը մարմնավոր է։ Իսկ ինչ է հոգևոր խորհուրդը։ Հոգևոր խորհուրդը այն վեհությունն է, որ մեզ միացնում, հաշտեցնում է Աստծո հետ, միաժամանակ նաև սեր եւ հարգանք եւ փոխադարձ ըմբռնում տնելով յուրաքանչյուր մեկի սրտի մեջ իրար հաշտվելու, իրար հետ լինելու։ Ինչը որ այսօր տեսնում ենք շատ դժվար է ստացվում։ Ուրեմն այդտեղ հոգևոր խորհրդի խանգարում կա։ Սիրելիներ, եկեք այսօր հոգևոր նախաճաշով անդրադառնանք մեր մտքերին, մեր խոհերին, մեր ընտրությանը։ Մենք հոգով ենք ընթանում, թե մարմնով։ Եթե հոգով ենք ընթանում, ուրեմն պիտի պատրաստ լինենք նաև հոգով ճանաչելու մեկս մյուսիս։ Հասկանալու, որ մենք բոլորս, ամեն մեկս, ունենք մեր տկարությունները օրենքի դաշտի մեջ, բայց միաժամանակ հոգևոր ապրում ունենք, որտեղ մենք այդ տկարությանը զուգահեռ կարող ենք սիրել, կարող ենք հարգել, կարող ենք ներել մեկս մյուսիս, զորացնել եւ մեկս մյուսով մեր հոգևոր կյանքը ավելի լավը դարձնել։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ սիրելիներ, Աստված օրհնի ամենքիս։